2025 թվականի հուլիսին երկնային բեմը նվագում է իսկական սիմֆոնիկ ակորդ, լցնելով աշխարհը գալիք փոփոխությունների եւ նվիրական ցանկությունների իրականացման թրթռումներով։ Դիեզերական էներգիան կարծես ոգեշնչման ալիք է բարձրացնում եւ միայն ընտրյալ քչերը կկարողանան զգալ այս վերելքը, երբ հոգու խորքում պահված երազանքները հանկարծ սկսեն իրականանալ։ Այս անգամ խոսքը ոչ թե սովորական ավարտների ու սկիզբների մասին է, այլ իրական առաջընթացի, երբ ներքին ձայնը ձեզ ասում է. հիմա ամեն ինչ հնարավոր է։ Այն պահը, երբ ցանկությունները դառնում են ծրագրեր, իսկ ծրագրերը ոգեշնչման գործողություններ։ Հուլիսը հանդես է գալիս որպես միստիկ վերանայման կետ, երբ դիեզերքը կարծես հրավիրում է ձեզ կանգ առնել, նայել ձեր մեջ եւ թարմացնել ձեր մտադրությունները։ Այս ամիս մոլորակային տեղաշարժերը, հետադարձ ցիկլերը եւ առյուծի համաստեղությունում կենսունակ նորալուսինը կազմում են ալքիմիական միաձուլում, որը կարող է վերակենդանացնել նույնիսկ ամենամոռացված երազանքները։ Միայն 3 նշան կստանան հատուկ ազդեցություն, որոնց համար այս ամիսը կդառնա իրենց ամենանվիրական երազանքների մարմնացումը։ Դրանք ստանալու համար դուք պետք է անցնեք փոփոխության ճանապարհով, ցուցաբերեք համբերություն, ներքին աշխատանք, վստահություն եւ ներդաշնակ ընթանաք աստղագիտական հոսքի հետ։ Եվ եթե հոգին վաղուց է պատրաստել հողը ներքին բերքահավաքի համար, ապա եկել է պտուղները քաղելու ժամանակը։ Ինչպես է աստղագուշակությունը բացահայտում հաջողակ ժամանակաշրջանները, աստղագուշակությունը ոչ միայն բնավորությունների գիտելիք է, այլև հնարավորությունների վերաշուք օրացույց։ Մոլորակների շարժումը հետևելով աստղագուշակները կարողացել են հայտնաբերել այն պահերը, երբ կյանքի էներգիան դառնում է հատկապես բարենպաստ, երբ բախտը կարծես գալիս է հենց տանը։ Ամռան կեսին, երբ Յուպիտերը ընդլայնման բախտի եւ նոր հորիզոնների խորհրդանիշը ակտիվանում է աննախադեպ արագությամբ, դիեզերքը տրամադրում է անձնական աճի եւ փոփոխության բանալիները։ Հուլիսը լի է նշանակալի աստղագուշական իրադարձություններով, անսպասելի տիրակալ Ուրանը տասնամյակների ընթացքում առաջին անգամ անցնում է երկվորյակների նշանի, մինչդեռ Նեպտուն ու Սատուրնը, որոնք գտնվում են կրակոտ խոյի համաստեղությունում, սկսում են իրենց հետադարձ ճանապարհորդությունը, հրավիրելով ձեզ դանդաղեցնել եւ մտորել ձեր ավելի խորը դրդապատճառների մասին։ Հուլիսի 18-ից սկսած առյուծի համաստեղությունում հետադարձ Մերկուրին ավելացնում է հատուկ ինտրիգ։ Այս պահին վերանայվում են ծրագրերը, հնարավոր են զարմանալի պատկերացումներ եւ ուղղության փոփոխություններ, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում նայել իրենց ներսը։ Դե ինչի, եկեք բարձրացնենք վարագույրները եւ պարզենք, թե կենդանակերպի որ 3 նշանների համար է հուլիսը լինելու ցանկությունների իրականացման կախարդական ժամանակ եւ ինչու է դիեզերքն ինքը աջակցում նրանց ուղուն։ Երկվորյակներ։ Հաղորդակցության հոսք, հաջողություն եւ կարիերայի առաջընթաց։ Այս ամիս երկվորյակները դիեզերքից ստանում են անտեսանելի մեգաֆոն։ Հուլիսի 4-ից, երբ Վեներան մտնում է ձեր նշանը, գրավչությունը, խարիզման եւ ուրիշների ուշադրությունը մեծացնում են։ Նույնիսկ անցողիկ մտքերն ու խոսքերը կարող են անսպասելի փոփոխություններ առաջացնել։ Մի վախեցեք բացահայտ խոսել, քանի որ նույնիսկ ամենահամարձակ գաղափարը կարող է դառնալ անցում դեպի նոր իրականություն։ Ամսվա երկրորդ կեսին Մերկուրիի հետադարձ շարժումը կարող է խաթարել տեղեկատվության հոսքը, բայց երկվորյակների համար սա հնարավորություն է վերանայելու իրենց գաղափարները եւ վերականգնելու ներքին երկխոսությունը։ Ամեն բառը ստուգելով դուք ստեղծում եք էներգիա, որը թույլ կտա ձեզ հուլիսի 24-ին նորալուսնի հետ ձեզ ներկայացնել ամբողջ աշխարհին։ Այս ժամանակահատվածում ոգեշնչող նախագծերը, ստեղծագործական բլոգները եւ համարձակ առաջարկները վերջապես կարող են գտնել իրենց իդեալական լսարանը։ Բախտի հոսքը երկվորյակների կողմն է, երբ Յուպիտերը վերջապես անցավ ձեր նշանով, այն թողեց բախտի մի աուրա, որը շարունակում է զգացվել։ Հատկապես հուլիսի 7-ից, երբ Ուրանը 1940-ական թվականներից ի վեր առաջին անգամ կանցնի երկվորյակների համաստեղությամբ, անսպասելի հնարավորությունների դռներ կբացվեն, երբ ճակատագիրը կարծես կնախընտրի ռիսկի դիմել։ Ամեն ինչ կարող է փոխվել մեկ զանգով կամ հանդիպման ժամանակ։ Ժամանակն է միացնել ձեր ներքին արկածախնդրությունը։ Կարիերայի փոփոխություններ։ Երկվորյակների մեջ գտնվող Ուրանը հեղափոխական կարիերայի փոփոխություններ է բերում առաջիկա տարիների համար։ Հուլիսի 13-ին հետադարձ Սատուրնը հրավիրում է ձեզ մտածելու, արդյոք դուք իսկապես անում եք այն, ինչ ուզում եք անել։ Ժամանակն է վերանայելու նպատակները եւ թողնելու հին սցենարները։ Հատկապես հուլիսի 10-ին այնտեղ լիալուսնի լույսի ներքո, որը կընդգծի բիզնես դաշինքներն ու ներդրումները։ Պատրաստվեք անկանխատեսելի, բայց բարենպաստ փոփոխությունների ամենակարևորը նոր բաների համար բաց լինելն է եւ փոփոխությունների առջեւ ճկուն լինելը։ Խոհեր։
Ոգեշնչում, առաջնորդություն, արկածախնդրություն և ֆինանսական հաջողություն։ Խոյերի համար հուլիսը դառնում է ինքնաճանաչման իրական դարպաս։ Այստեղ երազանքներն ու երկաթը կհանդիպեն, քանի որ միանգամից երկու տիտան՝ Նեպտունն ու Սատուրնը, նշանի մեջ արթնացնում են արարչի և առաջնորդի էներգիան։ Ամեն ինչ, ինչին դուք ձգտել եք տարվա սկզբից, վերջապես կարող է առաջ շարժվել։ Ի հայտ է գալիս հնարավորություն ղեկավարելու նոր նախագիծ, ապացուցելու ինքներդ ձեզ և գիտակցելու ձեր սեփական ուժը։ Սատուրնի հետադարձ շարժումը հուլիսի 13-ից խոչընդոտ չէ, այլ հնարավորություն ամրապնդելու ձեր ռազմավարությունը և հաղթահարելու ձեր ներքին վախերը։ Դա հասունության թեստի նման է, վերլուծել, թե ինչն է քո ճանապարհին խանգարում և ազատվել ավելորդից։ Հուլիսի 10-ի լիալուսինը կլուսավորի ձեր ճակատագրի իրականացման ճանապարհը և կտա պատասխաններ այն մասին, թե ինչ պետք է թողնել անցյալում։ Արկածների էներգիա։ Խոյը միշտ փնտրում է գործողություն, իսկ հուլիսը բազմաթիվ պատճառներ է պատրաստում փոքր և մեծ արկածների համար։ Աշխատանքային նվաճումներից հետո տիեզերքը բառացիորեն մղում է ձեզ դեպի ճանապարհորդություններ, նոր հոբիներ և հետաքրքիր հանդիպումներ։ Հատկապես հուլիսի 22-ից, երբ Արեգակը մտնում է Առյուծի նշանի մեջ, կյանքի և ստեղծագործականության նկատմամբ կիրքը մեծանում է։ Ֆինանսական առաջընթաց։ Կարևոր որոշումներ և խոստումնալից առաջարկներ են սպասվում։ Լիալուսինը այդ եղջյուրի համաստեղությունում կարող է բերել եկամտի աճ, երկարաժամկետ նախագծերի ավարտ և բարգավաճման նոր աղբյուրներ բացել։ Վեներան Խեցգետնի համաստեղությունում նպաստում է ներդրումներին, տան համար գնումներին, ընտանիքի աջակցությանը, կայունության և ֆինանսական հարմարավետության զգացումը հասնում է նոր մակարդակի։ Ջրհոսներ։ Նորարարություն, սեր, սոցիալական հաջողություն և մեծ գաղափարների իրականացում։ Հուլիսին ջրհոսը մտնում է անձնական նվաճումների ուղեծիր, ոչ մեկին չնմանակելով, միայն սեփական ճանապարհը հարթելով։ Ձեր ինքնատիպությունը, ոչ ստանդարտ մտածողությունը և ստեղծագործական նախագծերը ուշադրության կենտրոնում են, քանի որ Ուրանը հուլիսի 7-ին մտնում է երկվորյակների համաստեղություն։ Մի տարանցիկ շրջան, որը արթնացնում է հայտնագործությունների, ներհայացքների և ճանաչման 7-ամյա ցիկլ։ Ամսվա ընթացքում մեծանում է ազատության, մինիմալիզմի և իսկապես նշանակալի նպատակների վրա կենտրոնանալու ցանկությունը։ Պլուտոնը շարունակում է դանդաղորեն վերափոխվել ջրհոսի անհետականությունը, օգնելով ազատվել հին կաշվից և բացահայտել ներքին ներուժը։ Սա իդեալական ժամանակ է բիզնես սկսելու, անսովոր գաղափարներ իրականացնելու և իսկական ոգեշնչող դառնալու համար։ Ռոմանտիկա և նոր ծանոթություններ։ Հուլիսի 4-ից Վեներան երկվորյակների համաստեղությունում ակտիվացնում է սիրո և ստեղծագործականության տունը, ջրհոսին դարձնելով հատկապես հմայիչ, հեշտ շփվող, բաց սիրախաղի և նոր հարաբերությունների համար։ Հուլիսի 7-ը Ուրանի ժամանումը նույն նշանում կարող է բերել անսպասելի հանդիպումներ և ռոմանտիկ արկածներ։ Նույնիսկ նրանք, ովքեր արդեն զույգի մեջ են, երկրորդ շունչ են ստանում համատեղ ծրագրեր, հոբիներ, ճանապարհորդություններ, զգացմունքների վերականգնում։ Սոցիալական հաղթանակներ։ Ջրհոսը կոլեկտիվ հաջողության, առաջնորդության և սոցիալական նախաձեռնությունների նշան է։ 2025 թվականի հուլիսը ամրապնդում է հենց այս թեմաները։ Դուք կարող եք գտնել ձեր թիմը, ձեռք բերել ճանաչում, հրավիրել համագործակցության, ղեկավարել նախագիծ կամ նույնիսկ հասնել ժողովրդականության նոր մակարդակի։ Ժամանակն է նշելու նվաճումները համախոհների հետ, ամրապնդելու բարեկամությունները և ստեղծելու նոր դաշինքներ։ Ամսվա վերջին արևը Առյուծի համաստեղությունում լուսավորում է գործընկերային ոլորտը, նոր առաջարկներն ու ճանաչումը երկար չեն սպասեցնի։ Եվ վերջում արդյունքներ և ոգեշնչում բոլորի համար։ 2025 թվականի հուլիսի մեծ բեմը տիեզերական էքստրավագանզա է, որտեղ բոլորը կարող են գտնել իրենց տեղը։ Բայց հատուկ դռներ են բացվում երկվորյակների, խոյերի և ջրհոսների համար։ Ինչ որ մեկը կգտնի իր ձայնը, ինչ որ մեկը կգտնի առաջնորդություն և առատություն, ինչ որ մեկը կգտնի ճանաչում և ոգեշնչում թիմում։ Ամսվա գլխավոր հիշեցումը։ Հրաշքներ են տեղի ունենում այնտեղ, որտեղ պատրաստակամությունը, համբերությունը և ներքին աշխատանքը հանդիպում են տիեզերական ժամանակի իդեալական պահի հետ։ Նույնիսկ եթե ձեր նշանը այս ամիս բախտավորների շարքում չէ, աստղագուշակության մեջ բախտի անիվը անընդհատ պտտվում է, և ձեր պահը կարող է գալ մոտ ապագայում։ Թող աստղերը ոգեշնչեն ձեզ նոր երազանքների։ Լսեք դրանց հուշումները, օգտագործեք ծեսերի ուժը, զարգացրեք ձեր ուղու կախարդանքը, չէ որ դուք ստեղծում եք ձեր սեփական իրականությունը տիեզերքի հետ ռեզոնանսով։